ասացի, որ 400 միլիոն դոլարի բյուջե ունի։ Այո։ Եվ փաստացի այդ քո նկարագրած ամբողջ գործողությունները պիտի 400 միլիոնի մեջ լինի։ Այդ ավականին որևէ լուրջ իրական հսկողական մեխանիզմներ չունի սրա հետ կապված, որ հսկի 400 միլիոնի ծախսերի արդյունավետություն ու չկոռուպացվածությունը։ Տեսեք, ավականին ունի այդ լիազորություններն ու այդ հնարավորությունները, բայց ավականին ֆիզիկապես ի վիճակի չի 400 միլիոն դոլարի հետևից գնա ամեն մի դրամը փորձի հասկանալ որտեղ գնաց եւ արդյունավետ է թե ոչ։ Հիմա ես իմ օրինակով ասեմ, որ ամեն օր նամակներ եմ գրում, պատասխանները ստանում եմ, հետևից գնում եմ երեխաների սնունդը, որ իմ համար շատ կարևոր է, մանկապարտեզների խայտառակ վիճակ էր, գնում նայում եմ կարագը վերցնում, գցում եմ թավայի մեջ, ինչ որ վառված ցելոֆանի հոտ է գալիս, հասկանում եք, հետևում ես, բերում ես տեղը, չնայած բոլորը չի որ տենց հրապարակայիններ են խոսում բարձրաձայն, մեզ հարցը պիտի լուծվի, բայց միայնակ ֆիզիկապես ամբողջ այդ վերահսկել, ուղղակի դա հնարավոր չէ։ Այսինքն դու հիմնականում մեծ գումարներին ես ուշադրություն դարձնում, թե այս գումարը ուր գնաց, ինչ նպատակի է ծառայում։ Ու այս վերջում ամենաթարմ բանը, որ հիշեցի, ուզում եմ իհարկե դել ասեմ, տեսեք, բոլորս տեսեցինք, որ Կասկադում ինչ որ տնտեսվարող 20 միլիարդ դրամ ուզում է ներդրում կատարի, որ Կասկադը ավարտին հասցվի, ճիշտ է։ Իսկ մի հատ հարց եմ ձեզ տալիս, դրա դիմաց գիտեք ինչ են տվել իրան։ Ու դա եղել է կառավարության որոշմամբ։ Ոչ մեկ չգիտեր։ Ինչն է հետաքրքիր, ոստեղ հավաքվածները բոլորը շատ ակտիվ հասարակական, քաղաքական կյանքով ակտիվ մարդիկ են։ Մի հատ ուրիշ հարց էլ տամ ու պատասխանը տամ։ Կասկադի այդ աջ թևի հատվածը ամբողջությամբ, միջև Մատենադարան ընկած հատվածը, 1 քառակուսի մետր հողի արժեքը ինչքան կլինի, Երևանը ափերիտ մեջ է։ $7,000։ Հա? Չէ, 7 մի ասեք, 2000 կլինի։ Գործում շատ էլ կլինի։ 2500-ից սկսում, ուրեմն ժողովուրդ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, կառավարության որոշմամբ իրենց հավելված 1-ի երկրորդ էջում հստակ ասում է, էսրա դիմաց պլանավորվում է, որ տնտեսվարողը 125,000 քառակուսի մետրի վրա պիտի իրականացնի բնակելի շինթաղամասի շինարարություն։ 125,000-ը բազմապատկում ես $2,000, անում է $250 միլիոն։ Հիմի էսի կոռուպցիա ու թալան է, թե չէ ժողովուրդ։ Շատ ուղիղ եմ հարցնում։ Թերետևական հարց։ Մի հատ ուրիշ բան ասեմ, այդ նույն որոշման շրջանակում այնտեղ որոշել են, որ հանրային գերակաշապը պիտի ճանաչեն մոտավորապես 20,000 քառակուսի մետր մարդկանց տներ։ Այդ մարդկանց տների մի քառակուսի մետրի փոխհատուցող գումարը որոշել են 312 կամ 342,000 դրամ։ Այս պատմությունն էլ ոնց է բացվել, էդ էլ պատմեմ ձեզ, ավականն այդ հանձնաժողովի նիստերի ժամանակ սկսեցի հումոր անել, որ այդ ձեր անուշ աղբորը բերել եք $2 միլիոն էլ բան եք տալիս, արտոնություն եք տալիս, որովհետև ինքը բարեկամական կապ ունի Վազգեն Սարգսյանի աղբոր Արամ Զավենի Սարգսյանի հետ։ Ասի բերում եք իրան, մի հատ էլ արտոնություն տվեցին ավականու որոշմամբ, սկսեցի կատակ անել, հումոր անել, այս մարդիկ իմ դեմ պահանջ ներկայացրեցին, որ ես ինչ ես ասում դու մեզ, բան ասի լավ, կանի մատ քանդեմ գտնեմ, որ ներվ առաջացավ, տակը մի բան կլինի, ու քանդել եմ այս դավթարը գտել եմ, հասկանում եք։ Մարդկանց տները, մարդուն տնից հանում ես, այդպես դուրս ես գցում քառակուսի մետրի համար 312 կամ 342,000 դրամ ես գնահատում իր այդ տան արժեքը։ Հողի արժեքն էլ տեղ գնահատել են իրանք գնահատման համար ձեզ ասեմ $1,270։ Ու հիմի հարցը բիզնեսմենը կանի լավ անում, բա Նիկոլ Փաշինյանի գործի անունն ի՞նչ է կառավարությանը, մեծ կոռուպցիա է թե չէ։ Այդ թեմայով շարունակաբար, հա, բարձրաձայնելու եմ այդ խնդիրը, մշտական խոսեմ, ասեմ ու ասեմ։ Իսկ $400 միլիոն որ կա իրանք ծախսվել, ոչ միտեղ չի եղել, ոնց որ ասում են փողոցներում 1000 տոննա աղ են լցրել։ Ընկել պիտի 20,000, եթե 1000-ը քիչ էր 20 լցրել։ Նես թիվ են ասում, որը որ չես կարողանում հասկանալ։ Ասում են փողոցները չեք մաքրում, ասում են մաքրել են կառավարություն, փոշին բերել են, նորից կեղտոտել է։ Մի կարող ես գտնել մաքրել են թե չէ։ Մնում ամեն օր sense նստես, մի փողոցի վրա տեսնես հավաքարն եկավ թե չեկա, բայց հավաքարի վրա այդ փողը դուրս են գրում։ Կամ ավելների վրա փող են դուրս գրում, որ մեկն ասես, ծերը չի երևում։ Շնորհակալություն։